Տեսնում եք, չէ, հարգելի բարեկամներ, թե ինչպես են ակտիվացել իշխող ուժի ներկայացուցիչները Facebook-ում, որովհետև դիմացը համապետական ընտրություններ են եւ շատ սա կարևոր քաղաքական միջոցառում է լինելու։ Սկսած փոքր իշխանական բլոգերներից վերջացրած բարձր պաշտոններ զբաղեցնողներին ուղիղ հրահանգ է եղել ակտիվացնել շփումները հասարակության հետ, այդ թվում սոցիալական ցանցերի միջոցով։ Փոքր հարցերից սկսած մինչև քաղաքական հարցեր, փորձել հարցերը օգտագործելով փորձել շփվել հասարակության հետ, ավելացնելով իշխանավորների եւ ավելացնելով իշխանության վարկանիշը ընդառաջ համապետական ընտրությունների։ Ու ես նայում եմ այս ամենին ու հասկանում եմ, որ սրանց մոտ ստացվում է։ Սրանց մոտ ստացվում է վերբալ առումով, եթե ոչ հաղթել, ապա շահեկան դիրքերում հայտնվել։ Ինչու է այդպես, հարգելի բարեկամներ, իսկ ինչու է այդպես։ Ինչու այսքան ողբերգություն բերած ստահակախումբը, ստահակների խումբը, խուժանների խումբը դեռ կարողանում է ոչ միայն մարտամեջ դուրս գալ, այլև շահեկան դիրքերում հայտնվել։ Ինչու։ Որովհետև կարևոր հարցերի քննարկման համար Հայաստանի Հանրապետությունում դրված է վետո։ Որովհետև այն լրատվականները պատկան այն ինստիտուտները, որոնք պիտի վերահսկեին սրանց գործունեությունը եւ այն լրատվականները, որտեղից պիտի բարձրաձայնվեին սրանց իրականացրած հանցագործությունները, լուր են։ Եվ սա դրական ազդակ է, դրական ֆոն է ստեղծում, որպեսզի Ալեն Սիմոնյանը եւ Ռուբեն Ռուբինյանը իրականացնեն այն, ինչ որ հիմա իրենք անում են, եւ հայտնվեն դրական բավարար դիրքերում։ Երեք մարտի 1-ի դեպքերին նվիրված քննարկում էր ազգային ժողովում։ Տասնյակ, եթե ոչ 100 ներկայացուցիչներ կային, Հայաստանի այսպես կոչված եվրոպական առաջադեմ, այսպես կոչված համայնքի ներկայացուցիչներն էին, կլինեին նաև զոհերի հարազատներ, պատկան մարմինների ներկայացուցիչներն էին, գլխավոր դատախազներ այնտեղ, ու մեկը չկա հարցնի։ Մեկը չկա հարցնի, պարոն վարչապետ, ժողովրդավար, Հայաստանի սուվերենություն բերած կամ սուվերենությունը վերականգնած վարչապետ 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ դու եղել ես ընդդիմադիր գործիչ, թե դու եղել ես ազգային անվտանգության ծառայության գործակալ։ Մեկը չկա հարցնի, պարլամենտում չեն հարցնում, ընդդիմադիր լրատվականներում չեն հարցնում։ Մեկ-երկու հոգի է բարձրացնում այդ հարցը, մեկ-երկու հոգի։ Նայում են այդ մարդուն տասնյակ հազարավոր մարդիկ, բայց բնականաբար այդ իմ ձայնը խլացվում է ընդհանուր աղաղակի մեջ։ Մեկը չկա հարցնի, պարոն 16-րդ վարչապետ, երբ դու ունենալով այսպիսի ֆիզիկական վատ կոնդիցիաներ, հատկություններ, դու 100 մետրը կարող ես վազել, չգիտեմ, 2 րոպեում, 10 ջիմ չես կարող անել։ Ինչպես դու փախար դեպքերի թատերաբեմից, ինչպես դու գնացիր Արմինե Օհանյանի տուն, ինչպես դու հետագայում գնացիր Ալեն Սիմոնյանի տուն, ինչպես այնտեղ թաքնվեցիր, ամիսներ շարունակ, ինչպես, քանի օպեր էին աշխատում քո վրա Նիկոլ Փաշինյան, այդ օպերներից ազգային անվտանգության ծառայության, դու ինչպես փախար։ Մեկը չկա այս հարցը տա։ Հիմա դու եղել ես ազգային անվտանգության ծառայության գործակալ, թե դու եղել ես ընդդիմադիր ժողովրդի քվեի համար պայքարած անձնավորություն։
Դեպքերը post factum, հարգելի բարեկամներ, post factum ցույց են տալիս հետագա ընթացքը միջև 16-րդ վարչապետ դառնալը, որ դու եղել ես ազգային անվտանգության ծառայության գործակալ, որ դու եղել ես ազգային անվտանգության ծառայության, ինչպես ժողովուրդն է ասում, եւ ես համաձայն եմ ժողովրդի հետ, ազգային անվտանգության ծառայության բոզ, այսինքն այն ռեժիմը, որին դու սարքել էիր, ներկայացնում էիր հանցագործ մարտակեր, իսկ ռեժիմը իսկապես հանցագործում մարտակեր էր։ Դու ոչ թե այդ ռեժիմի դեմ պայքարող ես եղել, այլ համագործակցող։ Հիմա մարտի 1-ի դեպքերին նվիրված հարց է քննարկվում եւ որևէ մեկ այս հարցը չի բարձրացնում։ Այդ թվում ինձ համար շատ ցավալի է, որ այս հարցը չեն բարձրացնում նույնիսկ բաները, զոհերի հարազատները։ Նույնիսկ զոհերի հարազատներին հետաքրքիր չի Նիկոլ Փաշինյանը ով էր։ Քրեական գործը հարուցված երկրորդ նախագահին են դատում, պարոն երկրորդ նախագահ, եւս մեկ անգամ ուղղում եմ ձեզ այս հարցը։ Երկրի նախագահն եք եղել այդ ժամանակ, ճիշտ է, արդեն հեռանում եք, բայց այնուամենայնիվ երկրի նախագահն եք եղել մինչև ինագուրացիան Սերժ Սարգսյանի։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը ենթարկվում էր ուղիղ ձեզ։ Նիկոլ Փաշինյանը ազգային անվտանգության ծառայության գործակալ է եղել, թե ընդդիմադիր գործիչ։ Պարոն Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի մարտի դրությամբ եղել է ազգային անվտանգության ծառայության գործակալ, թե ընդդիմադիր ժողովրդի շահերի համար կռիվ տվող գործիչ։ Հարգելի լրատվականներ, ինչու եք խլացնում այս ամենը։ Հարգելի լրատվականներ, ինչու եք խլացնում։ Ինչու այս հարցը չեն բարձրաձայնում ձեզ մոտ։ Պետրոս Ղազարյան, ընդդիմադիր գործիչներին ես կանչում, ասում ես մենք բաց ենք, բա ինձ էլ հրավիրի։ Ես ուզում եմ հանրային հեռուստաընկերությունում խոսեմ այս հարցերի մասին։ Ես Արթուր Համբարձումյանս, ով փաստացի լուծարել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 17 թվականին, հանրային չէ այդ ձեր հիմնարկը։ Ես ուզում եմ այս կարևոր հարցի վերաբերյալ խոսեմ հանրային հեռուստաընկերությունում։ Ինչու եք լռեցնում։ Ինչու եք փակում բոլոր դռները։ Ու այս պատճառով է, որ Ռուբեն Ռուբինյանները հաղթում են, Ալեն Սիմոնյանները հաղթում են վերբալ մակարդակով, որովհետև իրենց դեմը այնպիսի մարդիկ են, որոնք այս կարևոր հարցերի մասին չեն խոսում։ Բայց եթե Ալեն Սիմոնյանը պիտի բանավիճի դաշնակ մաշնակի հետ, բնական է այս հարցերի վերաբերյալ, բնական է ինքը այս հարցերի վերաբերյալ լռություն, այս նմանատիպ մի շարք հարցեր կան։ Եվ Ալեն Սիմոնյանը հայտնվելու է, եթե ոչ հաղթողի, ապա շահեկան վիճակում է հայտնվելու։ Նախկին ռեժիմի դեմ պայքար տվող Նիկոլ Փաշինյան, նախկին ռեժիմի դեմ հուժկու պայքար տվող Նիկոլ Փաշինյան, Արցախում տրված է եղել $800 միլիոն վարկ, որը մեկ որոշմամբ կառավարության ժողովրդական լեզվով ասած ջրվել է։ Խախտել ես ամեն ինչ, սահմանադրությունից սկսած մինչև ենթաօրենսդրական այն ակտերը, որը քեզ պետք է։ Ամեն ինչ խախտված է Հայաստանի Հանրապետությունում։ Այդ առևտրային գաղտնիքի մասին օրենքը, այդ ինչ է, որ չես խախտում։ Բանկային գաղտնիքի մասին օրենքը, այդ ինչ է, որ չես խախտում։ 10 ամենախոշոր վարկառուների անունները։ Ինչու չես հրապարակում։ Այն վարկառուների անունները, որոնց վարկերի պարտավորությունը ստանձնել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ 70%-ը կառավարությունն է ստանձնել, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացին է ստանձնել, 30%-ը դուրս է գրվել առևտրային բանկերի կողմից։ Սա նշանակում է, որ կարտ բլանշ է տրված առևտրային բանկերին, որ իրենք կարող են հանուն նրա, որ 30%-ը դուրս են գրել, էլ ավելի մեծ ինտենսիվությամբ քերել Հայաստանի քաղաքացիներին։ Այսինքն 30%-ի ըստ էության պարտավորությունը եւս ստանձնել է քաղաքացին։ Հպարտ քաղաքացին, հերոս քաղաքացին։ Հիմա հերոս քաղաքացին իրավունք ունի իմանալու, ում վարկերն է ինքը փակելու, ցուցակների հրապարակումը,
Ինչու է դանդաղում։ Զադերշկան ինչումն է Փաշինյան Նիկոլ, նախկինների դեմ պայքարող Փաշինյան Նիկոլ։ Չէ որ նախկիններն են, ես վստահաբար կարող եմ ասել, որ նախկիններն են այդ խոշոր վարկառուները նախկիններ են, ինչու չես հրապարակում անունները։ Հա, Փաշինյան Նիկոլ։ Ինչու չես հրապարակում։ Հեկերը ասում ես վաճառել են ադրբեջանցիներին կառավարությունից կոմպենսացում են ստացել։ Անունները Փաշինյան Նիկոլ, ինչու չես հրապարակում։ Ահա այս հարցերն են, որ չի խոսվում եւ էլի պիտի ասեմ եւ այս ստահակները հայտնվում են շահեկան դերության մեջ։ Հանրային հերոստանգերությունն էլ 2 օրը մեկ, 3 օրը մեկ հրավիրում է դաշնակ մաշնակների, որպեսզի դաշնակ մաշնակների ֆոնին Փաշինյան Նիկոլը եւ իր ստահակները հայտնվեն շահեկան վիճակում։ 2 շաբաթ է, ինչ ես բարձրաձայնել եմ այն հարցը, որ վկայություններ կան Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դիրքերի մասին, որտեղ դիրքապահները հասնում են անցնելով ադրբեջանական անցակետի միջով։ 2 շաբաթ է։ Միայն իմ էջի միջոցով այդ հարցի մասին իմացել է 200,000 մարդ։ Միայն իմ էջի միջոցով։ Փաշինյան Նիկոլը ասում է 8 միլիարդով ավելացրել ենք մենք մեր պետական պարտքը, ինչ ենք արել, զենք ենք գնել, եթե ուզում եք տեսնել այդ զենքը կամ ուզում եք տեսնել դիրքերի կահավորումը, մենք կարող ենք այդ դիրքերի կահավորում են ասելով մարդու մոտ, երբ ասում են մարդու մոտ տպավորությունը բան է, խոլ են դրել դիրքերում, ինչ են արել։ Թազա բան է, հա, հետաքրքիր խոսելաձև է դիրքերի կահավորումը։ Հիմա ասում են խմբեր կազմեք, տանենք ցույց տանք։ Դիմում եմ Փաշինյան Նիկոլին, դիմում եմ ազգային անվտանգության ծառայության տնօրենին, դիմում եմ արտաքին հետախուզական ծառայության տնօրենի տեղակալին։ Կան վկայություններ, որ որոշ դիրքեր կան Սև լճի հատվածում, որտեղ դիրքապահները հասնում են անցնելով ադրբեջանական անցակետերի միջով։ Որի ժամանակ զննության են ենթարկվում զինվորները, օֆիցերները, որի ժամանակ հետևապես ստորացման են ենթարկվում հայ զինվորները եւ օֆիցերները։ Հիմա դուք եք ասել, դուք ինքներդ ասում եք, խմբեր կազմեք, տանենք դիրքերը ցույց տանք։ Ձեր սլենգով ասած կահավորված։ Բոշար Արման, Անդրանիկ Սիմոնյան, առաջարկում եմ ձեզ ինձ հետ վերցնելով 1-2 լրագրող, ձեր ցանկացած լրագրողը ուղիղ եթերում եւ 1-2 օֆիցեր եւ զինվոր, ովքեր իրենց հավաքները, իրենց ծառայությունը 25 օրյա անցկացրել են այդ դիրքերում։ Միասին բարձրանանք Սև լճի իմ մատնանշած դիրքերը ուղիղ եթերում։ Առաջարկությունը ձերն է, ես էլ հանդես եմ գալիս կոնտր առաջարկությամբ, որպեսզի հասարակությունը մեկ ընդմիշտ իմանա, կան արդյոք Հայաստանի Հանրապետությունում նման դիրքեր, թե չկան։ Իմ այդ բարձրաձայնումից հետո դուք արձագանքել է հանուն արդարության պիտի ասեմ, քննչական ձեր կոմիտեն է արձագանքել, քրեական գործ է հարուցվել Արշակ Կարապետյանի նկատմամբ։ Արշակ Կարապետյանը ասենք Արշակ Կարապետյանն է հավաքների մասնակիցներին ուղարկում այդ դիրքերը։ Արշակ Կարապետյանի պատասխանատվության ներքո է հիմա տեղի ունենում նման այլանդակություններ։ Եթե Արշակ Կարապետյանի, ինչպես դուք եք ներկայացնում մեղադրանքում հրամանով բանավոր տեղի է ունեցել դիրքերի հանձնումը, դա եղել է 21 թվականին, չէ՞։ Բայց ինչու սպասեցիք մինչև այս թեման բարձրաձայնվեց նոր հրապարակեցիք։ Դուք հասկանում եք ձեր ամեն մի գործողությունը ձեզ վնաս է, բայց քանի որ դուք դաշտը պահում եք ձեր վերահսկողության ներքո, կարողանում եք ժամանակավորապես մնալ շահեկան դիրքերում։ Ու այսքան բանից հետո այս հարցերը պարլամենտում չեն բարձր։ Այսօր եթե չեմ սխալվում, բան կա։ Հարց ու պատասխան կա։
Այս հարցերը ինչ ստահակ պիտի լինի մեկը, ինչի ծնունդ պիտի լինի մեկը, ով այսքան հարցերի պարագայում հարցերը շարունակ շատ են հարցերը, որոնց վրա վետո է դրված։ Ու ինչի ծնունդ պիտի լինի մեկը, ով պատգամավորական երթուն տալով տված լինելով հանդերձ, ահա այս հարցից որևէ մեկը Փաշինյան Նիկոլին չտա, որևէ մեկը։ Ու երբ որ ասում ես դուք ստահակ եք, դուք վաճառված եք, դուք մեկ օղակի անդամ եք, ասում են, ես ինչ եք ասում, ով մեր գործունեությանը վերապահումով է վերաբերվում, մենք իր սենցը, ընենցը ասում է դաշնակ, են բյա տականք կա կիսատ, որի համար ինքը պարտադիր պատասխան է տալու, պարտադիր պատասխան ես տալու դու վիժվածք այդ քո խոսքերիդ համար։ Ես վերապահումով եմ վերաբերվում ձեր գործունեությանը, ընդդիմադիր դաշնակ մաշնակներ, ընդդիմադիր հանրապետականներ, ու դրա բոլոր հիմքերը ունեմ, դուք ձեր երթումը դержած ստահակներ եք, դուք ձեր երթումը դержած ստահակներ եք, և ժողովուրդը օրերից մի օր ազատվելու է ձեզանից և Նիկոլ Փաշինյան, այդ դաշինքից Նիկոլ Փաշինյան ուռապատրիոտներ, ժողովուրդը մի օր ազատվելու է, դուք չեք կարողանալու այսպես երկար ժամանակ դաշտը պահել ձեր ուղիղ վերահսկողության ներքո, ձեր ուղիղ վերահսկողության ներքո, դա անհնար է։ Այն քանդելու է հայը, տա Աստված, եթե ոչ թող քանդի օտարը, բայց դուք պատասխան եք տալու այս ամենի համար։ Ես ձեր տիրոջ մերը